Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Վաշինգտոնյան համաձայնություններից հետո տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը կարգախոսով գումարվում է թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովը։ 2 տարի տևած արյունալի պատերազմից հետո Մերձավոր Արևելքում խաղաղության հնարավորություն է ստեղծվել, կլինի արդյոք ճեղքում Գազայի հարցում եւ ինչպես այն կանադառնա մեծ տարածաշրջանի վրա։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է ներկայացրել կառավարության կազմի հրապարակումից ընդամենը ժամեր անց։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Հոկտեմբերի 6-ից 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում գումարվում է թուրքական պետությունների կազմակերպության հերթական գագաթաժողովը։ Թուրքական մամուլը հայտնում է, որ այդ նպատակով Թուրքիայի նախագահ Էրդողանը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան։ Բաքվի լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ կազմակերպության գագաթաժողովի կարգախոսն է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը։ Կազմակերպության անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղըզստանը, դիտորդ անդամ է Թուրքմենստանը, նաեւ Հունգարիան։ Չափազանց ուշագրավ է, որ թուրքախոս պետությունները Գաբալայում գագաթաժողովի են հավաքվում Գազայում հրադադարի հաստատման ուղղությամբ ԱՄՆ նախագահի վերջին նախաձեռնության եւ հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերի համատեքստում ու քննարկելու են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հետ կապված հարցեր։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան Սյունիքում հաղորդուղու բացումը գնահատում է որպես կենտրոնական Ասիայի հետ անմիջական կապի առանձնահատուկ հնարավորություն։ Թուրքախոս պետությունների կազմակերպության Աստանայի հռչակագրում դրված է թուրանական բանակի կազմավորման նպատակ։ Թուրքիան, որ այդ գաղափարի մոդերատորն է եւ դրան Պակիստանի ներգրավման նպատակ ունի, ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքական աշխարհի ռազմական ինստիտուցիոնալացումը ակնհայտորեն մարտահրավեր է լինելու ՆԱՏՕ-ին։ Միաժամանակ այդ նախագիծն արմատապես հակասում է Ռուսաստանի, նաեւ Չինաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական շահերին։ 2 տարի տևած արյունալի պատերազմից հետո Մերձավոր Արևելքում խաղաղության հնարավորություն է ստեղծվում, գործընթացի կատալիզատորը դառնում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը կոշտ վերջնագիր է ներկայացրել Համասին, որին հաջորդել է շարժման մասնակի համաձայնությունը, Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը։ Եթե այս վերջին հնարավորության համաձայնագիրը չկնքվի, Համասի դեմ բոլորովին աննախադեպ դժոխք կբռնկվի, հայտարարել է ԱՄՆ նախագահը Համասին մինչև կիրակի երեկո ժամանակ տալով ընդունելու Գազայի ապագայի վերաբերյալ իր մշակած 21 կետանոց հռչակագիրը։ Համասը հայտարարել է, որ համաձայն է ազատ արձակել բոլոր պատանդներին ու պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել։ Համասի մասնակի համաձայնությունից անմիջապես հետո Թրամփը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Գազայի ռմբակոծությունները եւ շուտով իսրայելական լրատվամիջոցներն էլ հաղորդել են, որ բանակին հրահանգվել է կանգնեցնել հարձակողական գործողությունները։ Վաշինգտոնի Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլանի համաձայն Գազայի հատվածը դառնում է ապառազմականացված գոտի, իսկ Համասը պետք է հրաժարվի պաղեստինյան այդ շրջանը որևէ ձևով կառավարելու դերից, իսկ խմբավորման անդամները, որոնք վայր կդնեն զենքերը, կկարողանան հեռանալ արտերկրիր։ Այս քայլերից հետո համաձայն պլանի Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր ու կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ Գազայի հատվածը անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից, մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Այդ կոմիտեն կձևավորվի պաղեստինցիներից ու փորձագետներից ամբողջ աշխարհից։ Ի թիվս այլոց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Թրամփը հայտարարել է, որ հանձնաժողովը ինքն է ցանկանում գլխավորել։ Իդեպ այսօր Եգիպտոսի իշխանությունների միջնորդությամբ Կահիրեում մեկնարկել են Իսրայելի եւ Համաս շարժման բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններն են, որոնք ներառված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրում։ Եվ այժմ զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Ողջույն պարոն Պետրոսյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալ։
Պարոն Պետրոսյան, սկսենք թուրքախոս պետությունների կազմակերպության գագաթաժողովից, որն անցկացվում է ադրբեջանական Գաբալայում։ Նախ սկսենք կարգախոսը, տարածաշրջանային անվտանգություն, խաղաղություն եւ այլն։ Ինչ նպատակներ կարող է օրինակ հետապնդել այս գագաթաժողովը եւ դրա հիմնական, այսպես ասենք, անակնկալներ, եթե կարող են լինել, ինչպես կարող են դրանք արտահայտվել, հաշվի առնելով տարածաշրջանում, մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը Վաշինգտոնյան համաձայնություններից հետո, համեցեք։ Շնորհակալ եմ, իհարկե հղում անելով արդեն ձեր նշած մտքին, որ տարածաշրջանում նոր իրողություններ են, փաստացի այդ իրողություններն անշուշտ իրենց ազդեցությունն են անում համաժողովի վրա, եւ այս տեսանկյունից իհարկե այդ ձեր նաեւ հարցում հնչած անակնկալների մասը, բանը մեծ համար անակնկալների մասը որոշակի առումով ապահովագրված է, այսինքն գոնե բացասական առումով ասել թե անակնկալների ականատես լինենք։ Կարծում եմ, որ պարբերական բնույթ կրող միջոցառում է, բայց ինչն է կարևոր, որ հատկապես Թուրքիայի եւ նաեւ Ադրբեջանի պարագայում այս կազմակերպության նշանակությունը ավելի մեծանում է եւ Ադրբեջանը հաշվի առնելով հատկապես տվյալ դեպքում Ադրբեջանի մասին ավելի խոսենք, Ադրբեջանի ամբիցիաները, Ադրբեջանի իշխանությունների նոր այսպես քաղաքական ձգտումները իրենց երկիրը դիրքավորելու որպես տարածաշրջանային միջին տերություն ավելի այսպես գուցե համագործակցային ուրեմն հարթությունում տարբեր տարածաշրջանների միջև կապի ապահովման, նոր համագործակցային ծրագրերի ներկայացման, տարածաշրջանում մեր տարածաշրջանի մեծ հնարավորությունների ստեղծման, այս շեշտադրումներով ուրեմն հռետորաբանության կիրառումն է, ինչու ոչ նաև որոշակի պրակտիկ ծրագրերի ներկայացումը։ Նույնը իհարկե նաև Թուրքիայի պարագայում, որովհետև կկրկնեմ, թե Ադրբեջանի եւ թե Թուրքիայի դեպքում այս կազմակերպության նշանակությունը գնալով ավելի ու ավելի կարևորվում է իրենց տարաբնույթ նպատակների առաջվանման առումով։ Վստահաբար դա մեր տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները դրանք ավելի նպաստել են, որպեսզի այդ ռետորաբանությունը լինի ավելի դրական, ավելի կառուցողական նոտաներով եւ բացի այդ ավելի այսպես ներկայացնելով նոր հնարավորությունները մեր տարածաշրջանի համար, Ադրբեջանի համար եւ իհարկե չի բացառում, որ մեծ համար իհարկե անցանկալի որոշակի հղումներ եւս կլինեն, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ռետորաբանությունը նախորդ միջազգային միջոցառումների ընթացքում, այսինքն իշտակելով Ադրբեջանի հաջողությունները անցած տարիների ընթացքում, որոնք իհարկե հատկապես Հայաստանի եւ Արցախի դեմ են։ Մասնավորապես, այսինքն նպատակներից մեկը կարող է լինել, որ Թուրքիան առավելագույնս կարողանա կամ հնարավորություն ունենա ներգրավվել Թրամփի ուղղում։ Տեսեք, այն որ Թուրքիան նման նպատակ ունի, ես կարծում եմ երևի թե սա կասկածի որևէ առիթ չի թողնում, բայց Թուրքիայի ներգրավումը ոչ թե Ադրբեջանի, ոչ թե թուրքական երկրների որոշելիքն է, այլ ինչպես օգոստոսի 8-ի եւ հատկապես Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ուրեմն միջև այդ թրիպի հետ կապված համաձայնագրում է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հենց կողմից նրանց միջև քննարկման թեմա եւ այստեղ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ թուրքախոս պետությունները մեծ հաշվով անելիք չունեն, որքան էլ որ փորձ վարվի լոբինգ անել այս ուրեմն հարցը եւ բացի այդ կան նաեւ Իրանի գործոնը, որը եւս չեմ կարծում, որ այսպես մեծ
այսպես շատ ուրախ կլինի Թուրքիան տեսնել այս ծրագրում, հա, կարծում որքան էլ Թուրքիան հավակնություններ ունենա, բայց այս պահին որևէ հնարավորություն չունի ներգրավելու, որտեղ անգամ օգոստոսի 8-ից հետո որևէ գործնական քայլեր չի կիրառել, չի իրականացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասով, որպեսզի դա փորձի վաճառել, փորձի օգտագործել այդ հավակնություններն առաջ մղելու հարցում։ Հակառակը ես բազմիցս կանխատեսել եմ, որ թուրքական կողմը ձգձգում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում որևէ առարկական քայլ անել, հենց նաև այն նպատակով, որ փորձի այս տրեպի իրականացման հետ կապված նաև սեփական շահերն անել, հա։ Այդպես որ նման ոչ կառուցողական մոտեցումը ինքը ավելի բարդացնում է Թուրքիայի ներգրավության հնարավորությունը։ Այս համատեքստում շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն տարածաշրջանային այլ երկրներ, օրինակ Պարսից ծոցի արաբական պետությունները, հայտնի հարուստ պետությունները, դա կարող են արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, որոնք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, հաշվի առնելով իհարկե նաև Իրանի հետ նրանց հարաբերությունները, Ադրբեջանի հետ նրանց հարաբերությունները, այդ երկրներն ավելի մեծ հնարավորություններ ունեն ներգրավելու տրիպի իրականացման գործընթացում, այդպես որ ձեր հարցին պատասխանելով որքան է Թուրքիան ունենա ամբիցիաներ, բայց նրա վարքագիծը տեղ չի թողնում, որպեսզի այդ ամբիցիաների իրականացման համար հնարավորություններն ավելի մեծանան։ Շատ լավ, իսկ ընդհանուր Գազայում իրավիճակի վերաբերյալ, հա, մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից, Թրամփի կողմից այդ առաջարկած ծրագիրը, Համասին վերջնաժամկետը, Համասի կողմից որոշակի համաձայնություններ, բանակցություններ, սա իրոք Մերձավոր Արևելքում կարող է բերել ճեղքման եւ եթե այո, ապա ինչպես է այն անդրադառնալու ընդհանուր շատ ավելի մեծ լայն տարածաշրջանի վրա, հա, եթե դիտարկենք, որ նաեւ կարծես այս գործընթացներից դուրս է մնում Իրանը։ Տեսեք, մինչև այժմ մի քանի փորձ հրադադարի Գազայում եղել է։ Վաղը լրանում է Գազայում պատերազմի երկրորդ տարին, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից է սկսվել այս պատերազմը, բայց մինչև այժմ եղած հրադադարի փորձերի հետ համեմատած, բնականաբար Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությունը երևի թե ամենախոստումնալիցն է եւ նաեւ հաշվի առնելով միջազգային հանրության լայն անդրադարձը, անգամ Իրանի մասին նշեցիք, բայց անգամ իրանական կողմը փաստացի ողջունել Թրամփի պլանը, իհարկե որոշակի մտահոգություններ այդ մասին հայտնելով, բայց ես էլ չեմ շտապի այսպես շատ այդ դրական գոնե փորձագիտական մակարդակում հաշվի առնելով, տեսեք քաղաքական ռետորաբանությունը, քաղաքական գնահատականները, տարբեր երկրների կամ միջազգային արձագանքները այլ նպատակ են հետապնդում, այսինքն դրանց նպատակը ցանկացած հրադադարի առաջարկի ավելի մեծ միջազգային աջակցություն ցուցաբերելն է, որը այսպես որոշակի նաև քարոզչական, քաղաքական եւ հոգեբանական ազդեցություն ունենում հակամարտ կողմերի։ Այս փորձագիտական մակարդակում բնականաբար կարելի ավելի շատ ավելի ազատ լինել եւ ավելի համակողմանի խնդիրը դիտարկել, այո, ավելի մեծ է հավանականությունը, որ այս ծրագիրը կիրականանա, բայց իհարկե ոչ ամբողջովին կիրականանա, այլ այնքանով, որքանով դա կբխի հատկապես Իսրայելի շահերից եւ Միացյալ Նահանգների շահերից, քան հակառակը, բայց այնուամենայնիվ հակառակի հնարավորություններ կա, այսինքն չկա որևէ հաստատուն երաշխիք կառնեն, որ ուրեմն ծրագիրը ինչ որ փուլում չի տապալվի, չի ձախողվի։ Իսկ այս մասին գոնե փորձագետների շրջանում նման դերահավատություն ներկայացնելու հիմք է տալիս նախորդ փորձերը, այսինքն երբ որ Իսրայելը ստացել է
այն ինչ որ իրեն պետք է, ինքը սկսել է այլևս բանակցային գործընթացը տանել փակուղի նոր պայմաններ, նոր նախապայմաններ, պահանջներ առաջ քաշել։ Դրանով իսկ հիմք է ստեղծելով ուրեմն ռազմական այսպես էսկալացիայի, նոր էսկալացիայի ծավալման համար։ Հիմա այստեղ Իսրայելի դերևս միակ ակնկալիքն այն է, որպեսզի այդ պատանները, որոնց թիվը մոտ 5 տասնյակ է եւ որոնցից մոտ 2 տասնյակը հնարավոր է դեռ ողջ են, նրանք վերադարձվեն։ Հենց որ Իսրայելը հասավ իր նպատակին, չի բացառվում, որ արդեն փորձի կրկին գործընթացը տանել փակուղի, որտեղ Իսրայելի ծրագրերը այս պայն որևէ կերպ չեն համընկնում։ Ծրագրում Միացյալ Նահանգների ներկայացրած ուրեմն դրույթների մասնավորապես օրինակ շատ լավ հասկանալի է, որ թե ծրագրում է ամրագրված եւ թե Իսրայելը իրենց հռչակած նպատակներից են համարում Համասի այս դեպքում Իսրայելի դեպքում ընդհանրապես չեզոքացումը, իսկ ծրագրի գոնե Համասի կառավարման ուրեմն բացառումը հետագայի Գազային, բայց հաջորդ փուլով արդեն առաջանում են խնդիրներ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ, իմ խորին համոզմամբ Իսրայելի նպատակը Գազայի հատվածի ամբողջական օկուպացումն է, իսկ ծրագրի փաստացի այդ օկուպացումը ըստ չի նախատեսվում, որտեղ Գազայի համար Թրամփը այդ ծրագիր է առաջարկում, հա, այստեղ միակ դերևս հարցն այն է, որ որքանով Միացյալ Նահանգները կարողանա հետևողական լինել Իսրայելի վրա այդ ճնշումները երկարաձգելու առումով եւ որքանով տարածաշրջանի մուսուլմանական երկրները, արաբական երկրները կարողանան հետևողական լինել, որպեսզի Միացյալ Նահանգները իր այդ դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ ճնշումներ գործադրելու դիրքորոշումը շարունակի չդադարեցնի, որտեղ միայն այդ պարագայում է հնարավոր, որպեսզի Իսրայելը ինչ-որ փուլում կանգ առնի։ Կրկնում եմ, Իսրայելի վերջնապատակները բոլորովին այլ են եղել եւ այն ինչ առաջարկում է Թրամփը, ինքը այո փոխզիջումային լուծում է եւ Գազայի համար, այսինքն Համասի համար եւ Իսրայելի համար, բայց առանց այս ծրագրի Իսրայելը գնում էր իր նպատակների իրականացման հետևից եւ բոլոր հնարավորություններն ուներ դա իրականացնելու համար։ Հիմա որևէ երաշխիք չկա, որ ինչ-որ փուլում Նեթանյահուն եւ նրան աջակցող ծայրահեղական մի շարք քաղաքական ուժեր, որոնցից մի քանիսը արդեն ստեմ է արտահայտել Դոնալդ Թրամփի ծրագրին, ինչ-որ փուլի կրկին չեն խախտի եւ չեն գնա ռազմական եղանակով իրենց նպատակին հասնելու ճանապարհ։ Իհարկե Դոնալդ Թրամփի ֆակտորը շատ կարևոր է եւ երևի թե բովանդակային առում համեմատած նախորդ հրադադարների հետ ամենակարևոր բովանդակային տարբերությունն է նախորդ երկու լուրջ հրադադարներից, բայց թե որքանով այդ գործոնը ամբողջովին կազդի process-ի վրա ես մի փոքր թերահավատություն կունեմ, որտեղ այնքան հեշտ է նման հակամարտությունների պայմաններում արհեստական խնդիրներ հրահրելը, արհեստական այսպես խոչընդոտներ հրահրելը, իցուկ օրինակ ինչ-որ նույն իսրայելական հատուկ ծառայությունների կողմից ինչ-որ ահաբեկչական գործողության իրականացում, որը հետո կվերագրվի Համասին եւ որը հետո կօգտագործվի Իսրայելի կողմից կրկին այդ հրադադարի ռեժիմը խախտելու եւ իր ծրագրի հետևից գնալու, որտեղ նույն Համասի հարձակումն էլ դեռևս 23 թվականի հոկտեմբերին ինքը մեծ հարձականներ է թողնում, արդյոք դա միայն Համասի նախաձեռնություն էր, թե իսրայելական հատուկ ծառայությունները դրանում ներգրավություն ունեին, հաշվառնելով այն ինչ տեղի ունեցավ անցած 2 տարիների ընթացքում։ Այնպես որ հաշվառնելով այն անորոշությունը, որ կա թե աշխարհում եւ թե տարածաշրջանում եւ թե Իսրայելի համար այն մեծ հնարավորությունները, որոնք շարունակում են լինել
գլոբալ առումով ընդհանրապես պաղեստինյան հիմնախնդիրը ապագայի աշխարհակարգի պայմաններում միջազգային հանրության օրակարգից դուրս թողնելու առումով այդ հնարավորությունների պայմաններում միշտ էլ այս թերահավատությունը լինելու է ցանկացած դրական ծրագրի արդյունավետության մասը, որքանով էլ որ կրկնում եմ ինքը այս պահին երևի թե մինչև այժմ եղած նախաձեռնություններից ամենախոստանալիցն է։ Պարոն Պետրոսյան, եթե ի վերջո հնարավոր է լինում այդ համաձայնությունները կյանքի կոչել, հա, ապա այստեղ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների համար ինչ-որ պատուհան բացվում է, ես նկատի ունեմ, եթե այդ համաձայնությունները կայանում են Իրանի գրեթե զրոյական մասնակցությամբ, պատուհան Հայաստան-Իսրայել հարաբերությունների համար և արդյոք դա ենթադրում է որոշակիորեն նաև Ադրբեջանի, Իսրայելի համար Ադրբեջանի նշանակության կամ կարևորության փոփոխություն։ Դուք նախորդիվ էլ տվեցիք այդ հարցը, թե ինչքանով կազդի մեր տարածաշրջանի վրա։ Տեսեք, Պաղեստինյան հիմնախնդիրը երբեք էլ մեծ ազդեցություն չի ունեցել Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա։ Հայաստան-Իսրայել հարաբերությունները ավելի մեծ ազդեցություն ունեցել Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը։ Այս խնդրի կարգավորումը, եթե դա տեղի ունենա, որոշակի առումով ազդելու է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա։ Ինքը ազդելու է Իրանի ազդեցության էական թուլացման վրա, այսինքն քանի դեռ հակամարտությունը շարունակվում է եւ չնայած այս պայն Իրանը նվազագույն ազդեցություն ունի, եթե չասենք զրոյական ազդեցություն ունի Գազայում ընթացող պատերազմի վրա, բայց այդ ակտիվ հակամարտությունը ինքը Իրանի համար հնարավորություն է անուղղակի հնարավորություն, ինչ որտեղ նրա տարածաշրջանի այսպես լրջագույն հակառակորդը ընկնված է հակամարտության մեջ, որը առնվազն գոնե անընդհատ հույսում է այս երկրը, 2 տարի անընդհատ պատերազմի մեջ լինելը եւ կողքից էլ այդ ուղղություններով բարբերաբար ակտիվանալը ցանկացած երկրի համար գոնե տնտեսական առումով, հոգեբանական առումով հասարակության տեսանկյունից եթե նայում եք ինչ որ անվտանգային բնականաբար այսպես էականորեն հյուծում է ցանկացած երկրի։ Այս առումով բնականաբար հակամարտության շարունակվելը ինքը Իրան շահերից է, բայց այդ կարգավորման դեպքում արդեն կդժվարանա, որտեղ այստեղ ակնհայտ է, որ քանի դեռ աշխարհում շարունակվում է անորոշությունը եւ ռուս-ուկրաինական հիմնախնդրով պայմանավորված դեռևս չկա այսպես էլի լուրջ երաշխավորված լուծում այս գլոբալ առճակատման հանրուցալուծման մասով, այսինքն սա իսկ որն էլ ենթադրում է, որ եւ որն էլ հանգեցնում է աշխարհում անորոշության աճին, սա ուղիղ կերպով ազդել է եւ հնարավորությունները շարունակելու է համերաությունները ձեռալ Իսրայելի համար գնալու իր առաջնահերթությունների հետևից։ Իսկ երբ որ Գազայում պատերազմը ավարտվի, Իսրայելի ամենաառաջին առաքությունը դառնալու է Իրանը։ Սա նշանակում է, որ այս երկրի անգամ Գազայի պատերազմից ազատված ռեսուրսներն էլ ուղղվելու են Իրանի ուղղությամբ։ Իսկ սա արդեն մեծ համար խնդրահարույց է։ Այսինքն եթե ամփոփելով նշեմ, եթե Գազայում Դոնալդ Թրամփի ծրագիրն աշխատեց, ապա մենք ականատես ենք լինելու Իսրայել-Թուրքիա հարաբերությունների բարբերաբար բարելավման առաջին։ Երկրորդը իհարկե Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների կաշկանդվածության ավելի նվազման, որտեղ նախկինում այս հակամարտության պայմանավորված Ադրբեջանը ավելի զգուշավոր էր գործում եւ իհարկե Իրանի դեմ Իսրայելի ավելի մեծ ծավալով ակտիվացման հնարավորությամբ, ընդ որում
այստեղ եւս կանխատեսելի կարևոր նախադրյալներ կան, նախ այն, որ հաստատի Իրանի միջուկային համաձայնագիրը այլևս դադարեցնում է իր այսպես ասենք գոյությունը անգամ կարելի ասել հաշվառելով եվրոերակի դիրքորոշմամբ եւ Իրանի դեմ գործողությունները մտնում են ավելի կտրուկ, ավելի ծայրահեղական շրջափուլ, դա տնտեսական, քաղաքական, ավելի մեծ պատժամիջոցներն են, ավելի լուրջ ինչ ոչ նաեւ ռազմական զսպման մեխանիզմները եւ Իսրայելի կողմից անկանխատեսելի գործողությունները, նաեւ ռազմական մակարդակում։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր։